Շնորհակալություն։ Պարոն Ֆարմանյան, պարոն Կարապետյանը երբ ներկայացնում էր թեկնածուներին, նշեց, որ քվեարկության արդյունքը նաև կարելի է բացատրել նրանով, որ թեկնածուներին չեն հասցրել լավ ներկայացնել եւ նշեց, որ ելույթների հնարավորությունը ամբողջությամբ օգտագործելու են, այսինքն ենթադրում եմ, որ ձեր ամբողջ խմբակցությունը կամ մեծ մասը ելույթներ են ունենալու։ Արդյոք սա նշանակում է, որ այդ բոլոր ելույթները ուղղված են լինելու կամ նվիրված են լինելու թեկնածուների կենսագրությանը ու նրանց վերաբերող հանգամանքներին, որպեսզի մարդիկ ավելի լավ ճանաչեն ու լավ հասկանան, թե ով է թեկնածուն, թե մենք էլի մտնելու ենք ոլորտային եւ ոլորտից դուրս քննարկումների մեջ։ Կարծում եմ կլինի ոլորտային, պարոն Թունյան, ինչպես արդեն պարոն Կարապետյանը նշեց, սպասենք հարցերին, ըստ այդմ ընթացքը ցույց կտա, այս բանը չեմ կարող ասել ինչ հարցեր կանչեն։ Արձագանք։ Արդյոք նաև այս գործելավոճը կարելի է համարել որպես պայմանական, ասենք, վրեժխնդրություն ձեր տեխնացուներին չընտրելու համար, որպեսզի մենք մինչև հոկտեմբեր մնանք նիստերի դահլիճում։ Շնորհակալություն։ Պարոն Թունյան, նույն հաջողությամբ ես կարող եմ ձեր խմբակցությանը հարց ուղղել։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համապատասխան հանձնաժողովների նախագահների պաշտոնները առաջադրում են ընդդիմությունը։ Նույն հարցը կարող եմ ձեզ տալ, արդյոք վրեժխնդրություն չէ ընդդիմությունից, որ 3 հանձնաժողովի նախագահի չեք ընտրել, հետևաբար ձեր հարցին չեմ կարող պատասխանել, կրկնում եմ ընթացքը ցույց կտա։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։